Լեռնանիստը Հրազդան համայնքի խոշոր գյուղերից մեկն է, մոտ 3200 բնակիչ ունի, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, շատերը զբաղվածություն ունեն շինարարության ոլորտում, միգրացիայի ծավալները զգալիորեն նվազել են, արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են, աշխատուժի հոսքը հիմնականում դեպի Երևան է։ Մեր մոտ որ ասենք բարձր լեռնային ենք եւ մեր կլիման ավելի խիստ է, աշխատանքը երկար 5-6 ամիս չես կարող առանց աշխատանքի մնալ։ Փնտրում են աշխատանք, այդ աշխատանքը ավելի մեղմ կլիմայական գոտիներում է, եւ դա Երևանն է։ Լեռնանիստի բնակիչների խոսքով այսօր անասնապահությունը ոչ եկամտաբեր գործ է դարձել։ Պատճառները շատ են, մեկն այն է, որ նախիրը արոտավայր տանող հովիվ չեն գտնում։ Անասուն ենք պահում, են էլ արկելին, որ նախիր է թա։ Արոտավայր կա արկելեցին, ասում են դե ինչ որ անտարաշերտ, բայց անտարել էսա քանի տարի ոչ երիմա ոչ լիտ որտեղ անտարաշերտ։ Կովը տարի հասցրել եմ Հրազդան, ամեն օր Հրազդանի նախրին էշնեմ թողել։ Ինչի։ Այնուամենայնիվ լեռնանիստի բնակիչներին մտահոգող ամենակարևոր խնդիրը խմելու ջրի բացակայությունն է, նշում են շատերը Հրազդանի ջուրն են գնում, լոգանք ընդունելու համար էլ ազգականների տուն են հասնում։ Չկա, փող տալիս առնում ենք, ես մեր դառնա ժողովուրդ կամ այն բաներով, կոնթորներով ջուր են կրում, օմոտ չի։ Ջուր չունենք, որ ջուր խմենք, լողանանք, տղա ջան, եթե մեկ միկրո լողանում գալիս եք երեխեքի տներն, օմոտ էլ է։ Լեռնանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Խաչատրյանը հաստատում է, որ դա ամենակարևոր խնդիրն է, պնդում է ջրի հարցը լուծելու ուղղությամբ զգալի աշխատանք տարվել է, առաջին փուլով մոտ 21 կիլոմետր խողովակ է անցկացվել, պոմպ է տեղադրվել։ Երկրորդ փուլի աշխատանքները կսկսենք եղանակային պայմանները կարգավորելուց հետո, գիտեք, մեր մոտ երկրաձմեռ անում 6-7 ամիս եւ այդ եղանակներին աշխատանքներն հնարավոր չի կատարել։ Ես ջուր չունեմ, այդ միկովը վեկալում 200 մետր տանում եմ աղբուրը, որ ջրեմ բերեմ, ձունձը մեղնուչև սիսը ձուն։ Մարդկանց մոտ որոշակի թերհավատություն եւ կասկածամտություն կա։ Իմ խնդրանքն է, որ այդ ամբողջ ժողովրդի մեջից դուրս գա, որտեղ արվել է աշխատանք եւ աշխատանքները տարվելու են եւ ուշադրության հսկողության տակ է։ Ճանապարհների բարեկարգման հարցը մասամբ լուծվել է։ Լեռնանիստ բնակավայրի առաջին փողոցի շուրջ 1300 մետր դժվարանցանելի հատվածը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Աշուն ասֆալտել է, լավ, բայց Հրազդանից որ թեքվեց վերի շոշից, ընդ ձեր ավտոն անցավ, ինչ վիճակ է։ Նաև ջրի հարցը կարգավորելուց հետո մենք կունենանք ճանապարհների մնացած մասերի արդեն ասֆալտապատման աշխատանքների հնարավորություն։ Ճանապարհների հիմնանորոգումը, գիշերային լուսավորվածության անցկացումը եւ մնացած այլ հարցեր, որոնք տնտեսական, սոցիալական ունենք այս պահին յուղում կուտակված եւ ուշադրության կենտրոնում են։ Լեռնանիստը շուտով նոր տիպային դպրոց կունենա։ Վերջին տարիներին գյուղում զարգանում է տուրիզմը։ 2017 թվականին մասնավոր ներդրումներով գյուղում կառուցվել է դահուկավազքի սահուղի եւ 350 մետր երկարությամբ բուգել ճոպանուղի։ Հայաստանցի եւ օտարազգի այցելուների թիվը տարեստարի ավելանում է, իսկ նրանց հյուրընկալել է պետք, եւ մարդիկ բնականաբար սկսել են մտածել հյուրատներ կառուցելու մասին։ Հյուրեր ընդունելուց, հյուրասիրություն կազմակերպելուց զատ, նաև ցանկանում ենք մենք համայնքը դարձնել ճանաչելի, որպեսզի Լեռնանիստ անվանումը ամբողջ հանրապետությունով, ինչու՞ չէ, նաև հանրապետությունից դուրս արդեն ճանաչելի դառնա։ Ադամյաններ ագրոտան ղեկավար Էլիանորա Հայրապետյանը նշում է, հյուրերը շատ են սիրում հատկապես իրենց ավանդական ուտեստները, սկսած կարտոֆիլի պլեջից մինչև գառան խորոված։ Հիմա արդեն ամառնել են գալիս, որովհետև մենք համայնքում ունենք նաև եկեղեցիներ, որոնցից է մեր Սուրբ Ավազանը, որը նաև ունի բուժիչ ջուր։ Տուրեր ենք կազմակերպում դեպի Ավազան։ Այս գյուղում տեսարժան վայրեր շատ կան, այդ թվում 19-րդ դարի Սուրբ Մայրամ Աստվածածին եկեղեցին եւ Սուրբ Հակոբ մատուռը, այնպես որ ամռան ամիսներին եւս Լեռնանիստը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ, իսկ ձմեռային ժամանցը այս ծնառատ լանջերին պարզապես պետք է վայելել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Կոտայքի մարզ, գյուղ Լեռնանիստ։